Մեր ՀՀ տնտեսության հիմնական խնդիրը ո՞րն է եղել։ Նայեք, հիմնական խնդիրները դա ոնց որ ասած տեսեք, երբ որ դու արդեն ինչ որ իներցիայի մեջ գտնվող օբյեկտ է, ինքը իրանը որպես այս օբյեկտ, չէ։ Իրան պետք է ուսումնասիրես, այսինքն մի հատ իրան due diligence անես, հասկանաս, ինքը ոչ իրան բնութագրես չի։ Մենք այսօր չեմ տեսնում որ լուրջ անալիտիկա կա հասկանալ առաջին մենք ինչ տնտեսություն ունենք ընդհանրապես։ Տնտեսական, ասենք թե միջոցները, մեր միջոցները հիմնական միջոցների վիճակը ինչ վիճակ է։ Մենք ունենք, ասենք թե մի հատ լուրջ աուդիտ Հայաստանի տնտեսական հիմնական միջոցների վիճակը, ասենք հաստոցները, չգիտեմ, տեխնոլոգիական լինիաները, հողի վիճակը ինչ վիճակը, չգիտեմ, ուրիշ ռեսուրսային բազան ինչ վիճակում է, ասենք այդքան լիցենզիաներ տված ռեսուրսները, չէ, արտահանելու, ասենք ինչն է արտահանած, ինչն է մնացած, ինչ ընդհանրապես ոչ է։ Լրիվ մի հատ այսպես աուդիտ է պետք է Հայաստանը ամբողջովին պետք է աուդիտ անել, ասենք նյութական եւ բնական ռեսուրսների տեսակետից։ Դա մեկ, երկրորդը, Հայաստանը պետք է լուրջ աուդիտ անել մեր մարդկային կապիտալի տեսակետից։ Ով պետք է անի, ինչ փողերով, ով պետք է անի, երկրորդը, ես ասում քաղաքականությունն է։ Մեր քայլերը պետությունը պետք է կազմակերպի։ Երբ Միևնույն հերթով է։ Ինչ է երբ։ Եթե դու գալիս ես կառավարության իշխանություն, դու ծրագիր տոնես, ծրագրով անես։ Այս ծրագիրն է, նույն ծրագիրն է։ Դու ծրագրով պետք է անես, առաջի քայլերը ասում ինչից պետք է լինի։ Եթե դու դա չես անում, դու չես կարող տնտեսական քաղաքականություն ճիշտ մշակես։ Դու չես կարող ռազմավարություն մշակես։ Ոնց զարգանաս։ Այո, yes։ Դու եթե չգիտես ինչ ունես։ Այո։ Քո դրական եւ բացասական ուժեղ ու թույլ կողմերը, ինչ ռեսուրսներ ես դու ունենում եւ ինչա քեզ պետք, եւ ինչ ես ձգտում, ուր ես գնում։ Դու եթե սա կոնստրուկցիա չկարողացես, դու չես իմանալ։ Հիմա սրանք Իհատամա պետք է գնաս, թե ուրիշ թե։ Հիմա սրանք ուզում են այն թե չեն ուզում։ Այսօրվանները։ Սրանցից ոչ մի բան հասկանալի չի։ Սրանք ապրում են այսօրվա օրով։ Սրանք չունեն 20-30 տարվա ստարացիա։ Բոլոր նորմալ երկրները մինիմում 20-30 տարվա մինիմում պլանավորում են անում։ Ստրատեգիկ պլանավորումը այդքան է։ Հատկապես Եվրամիություն, Ամերիկա։ Դե Ամերիկան 100 տարի է անում։ Կարելի ասել։ Բայց միջինը 30 տարի պետք է ունենաս պլանավորում։ Հասկանում ես։ Դա ո՞նց է։ Մենք հիմա հարցն է 30 տարի հետո Հայաստանը որտե պետք է լինի։ Կոպիտ ասած, հիմա մարդը 20 տարեկան է, ուզում է ինքը իմանա 50 տարի, 30 տարի, 50 տարեկան հասակում, ինքը որտե ուր է հասնում։ Ամեն մարդ իր համար ինչ-որ պատկերացում ունի, չէ՞, sense ասած։ Ավելի խելացի մարդը դաշն պլանավորում է իր կյանքն, չէ՞։ Ինքը ոնց պետք է զարգանա, ինքը ուր պետք է հասնի, ինչի հասնի, չէ՞։ Պետությունը առավել երաս։ Ահա։ Չէ՞։ Այսինքն պետությունը պետք է հասկանա աշխարհում ինչ տենդենսիաներ է զարգանում, ինչ այսպես զարգացման ուղիներ են, ինչ տեխնոլոգիաներ են, ինչ շուկաներ են, շուկաները ոնց կարող փոխվեն, պահանջարկն ու առաջարկը ոնց կարող փոխվի, ստրուկտուրան, դեմոգրաֆիան, սա հաշվի առնելու, գյուղաքաղաքականությունն իր հերթի, սա հաշվի առնելու պետք է ստրատեգիական պլան մշակի ու հասկանա Հայաստանը ինչ պոտենցիալ ունի, ինչ պոտենցիալ պետք է զարգացնի, եթե չի հերիքում իրան, ինչը պետք է անի, որ ուր զարգանա, ուր գնա ու ինչի հասնի համար։ Ես չեմ ասում, դա իդեալական պլան կարող է, ընթացքում կարող է փոփոխվի։ Ամեն 3-4-5 տարի կարող է այդ պլանը կորեկցիա արվի։ Բայց գլոբալ ուղղությունը պետք է ունենաս մոդեռնիզացիա, հա։ Հասկանում եք, գլոբալ ուղղությունը իմանաս, դու հյուսիս ես գնում հարավ թե արևմուտք։ Հասկանում եք, գլոբալ։ Թե գրողի ծոցը, հա։ Հիմա հարցը նրանով է, որ դա ինչը դա չես հասկանում դու։ Եթե դու կոպիտ էկոնոմետրիկայի ունես, ասենք մենք ունենք այսօր 26 միլիարդ դոլարի ասած հնար, չէ՞։ Դոլարը լավ գիտեք, լավ արժի զրկում է։ 2-3%-ը չի, որ Ամերիկայում ասում են։ Ամերիկայում 2-3%-ը դա դոլարի ոնց ասած գնողունակության մասին չի։ Ամերիկայում դոլարի գնողունակությունը ուրիշ գին ունի, Հայաստանում ուրիշ։ Ու Հայաստանում դոլարի ինֆլյացիան ավելի շատ է, քան Ամերիկայում վստահ եք։ Ինչի համար Ամերիկան ունես ֆինանսական քաղաքականություն է, որ իր ինֆլյացիան, իր արժեզրկված դոլարի արտահանում է ուրիշ երկրներ։ Հա, թափ։ Հիմա դա երբ որ մենք իջացնում ենք դոլարի կուրսը ստե, մենք ներենք գուցում մեծ ինֆլյացիա։ Այսինքն այդ դոլարը դու ավելի քիչ ապրանք ես կարող գնես Հայաստանում։
Որտե վերածում ես դրամի, ստացվում է ստանաս քիչ դրամ, քիչ դրամով ավելի քիչ ապրանք ես ունենում։ Այդ դրամը դու ներ ես մտնում այդ հիմա այս ֆինանսական քաղաքականությունը որ վարում Հա, սպանում է տնտեսությունը։ Հա, դոլարի կուրսը այդպես արհեստական իջացած վիճակում մենք դեր ենք մտնում ինֆլյացիա։ Քանի տոկոս է իջած արհեստը։ Մենք դրամով ասում ենք ինֆլյացիա չունենք, խափում ենք մենք։ Բայց մենք կարող մենք դեր մտող երկիր ենք, չէ՞, մենք ավելի շատ դեր ենք մտնում։ Քանի տոկոս է իջած արհեստական կողմը։ Մինիմում 20-ից 20-30%։ Միջինը 25%։ Դա կոռուպցիա չի։ Դա կոռուպցիայի, չէ, կոռուպցիան ուրիշ բան է, սա կամ կամ անգրագետ տնտեսական քաղաքականություն է, կամ ենթարկվում է նա միջազգային վալյուտային ֆոնդի կարգու կանոնների, որը մեր շահերից չի բխում։ Թե ռուսական, թե իրենք ռուսները դոլարատեր, ամեն տնտեսությունը որ խեղդի։ Չէ, ռուսները այդքան ազդեցություն չունեն այդ քաղաքականության վրա։ Մեր դոլարի կուրսերի միջազգային չունի։ Այդ չի։ Այսինքն IMF-ն է կոպիտ է, դա։ Իհարկե։